Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են, պատճառը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորումն է, ով մեղադրվում է փողերի լվացման համար։ Ընդդիմությունը սակայն պնդում է, քաղաքապետի ձերբակալությունը քաղաքական նկատառումներով է։ Էրդողանի աշխատակազմն էլ ընդդիմությանը մեղադրում է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հետաքննությունը քաղաքականացնելու համար։ Զելենսկին տեղեկացրել է, Թրամփի հետ բանակցություններում քննարկվել է ՌԴ-ի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։ Ուկրաինան կներկայացնի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող է ներառվել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակում, որտեղ կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլև երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները, ասել է Զելենսկին։ Թրամփը նաև ուկրաինական ատոմակայանների տնօրինումը Վաշինգտոնին փոխանցելու առաջարկ է արել Զելենսկուն։ ԱՄՆ նախագահի կարծիքով այն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների լավագույն պաշտպանությունը կլինի։ վկայակոչելով էլ էլեկտրաէներգիայի կոմունալ ծառայությունների ոլորտում Վաշինգտոնի փորձը, Զելենսկուն հավաստիացրել է, ԱՄՆ-ն կարող է շատ օգտակար լինել այս կայանների գործարկման հարցում։ Պուտինն ընդունել է Էրդողանի հրավերը այցելելու Թուրքիա, Պեսկովն է տեղեկացրել, հավելել, Պուտինի Թուրքիայցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։